որ դուք հեռախոս եք վերցնում, դրա մասին վկայում է ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու հրաժարականը WhatsApp-ով SMS ստանալուց հետո օդից չեն գալիս։ Եվ երկրորդը հղի կին է մահացել։ Կա քաղաքական պատասխանատվություն ու այո իրավական։ Երբ որ ձեր դատական համակարգին դուր չի գալիս այն ինչ որ կատարվում է, ԲԴԽ-ն տեսանյութեր է նկարում, որ նիստերը իրանց ուզած հերթաբանով չեն դնում, արագությամբ չեն դնում։ Այս դեպքում ինչ-որ տեսանյութեր չեն նկարահանվել։ Եվ երկրորդը կրկնում եմ, ոչինչ տեղի չի ունեցել, որևէ մեկը քաղաքական, բարոյական, որևէ պատասխանատվության չի ենթարկել։ Նորմալ է։ Ես չգիտեմ, դուք ինչ նկատի ունեք բարոյական պատասխանատվություն ասելով։ Լսեք, կա պետության մեջ կան մեխանիզմներ, պատասխանատվություններ որոշելու։ Չեն աշխատում, ես էլ եմ ասում, չեն աշխատում, լավ չեն աշխատում։ Ես էլ եմ ասում, չեն աշխատում, լավ չեն աշխատում։ Եվ ի՞նչն է ճանապարհը, գերանդին առնենք ընկնենք սրա նրա հետևից, ճանապարհն է նա, որ բարեփոխումների ճանապարհը շարունակենք, ուրիշ տարբերակ չկա։ Բա գիտեք ինչ, եթե ձեզ թվում է, որ դուք Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները բավարար չափով գիտեք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք չգիտեք։